Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք եւ միասին ենք, որովհետեւ մի հետաքրքիր ծրագրի մասնակիցն ենք մենք։ Ձեզ ենք ներկայացնում Արագածոտնի խոհանոցից կերակրատեսակներ եւ այսօրվա պատրաստվելի կերակրատեսակը հենց այդպիսին է։ Դուք տեսնում եք բաղադրիչները՝ ճուտ, սինդրիկ, թան կամ չորաթան, ոչ չորացված, այլ բանկայով փակված, այսպիսի բանկա թան։ Կարմիր եւ դեղին տակդեղներ, մենք պիտի ընտրենք, թե որն ենք օգտագործում, որևէ խմիչք չկա, ալյուր, ձու եւ չորաթան։ Եվ չորաթան։ Եվ կերակրատեսակը կոչվում է Արագածոտնի Հագանի։ Արագածոտնի Հագանի։ Հագանի բառը հագենալ բառից է եւ մեր խոհանոցում այն կերակրատեսակները, որոնք պատրաստվում են այսպես սոուսի մեջ, ունեն թացան, ունեն այդ նաեւ հյութը եւ այլն, դրանք կոչվում են հագանիներ։ Սկզբի համար տապակը պիտի տաքացնենք մի քիչ։ Հավը մասնատենք, ճուտիկը, յուղով, իհարկե մեր օգտագործելիք յուղը միշտ Բոյարսկի հալած յուղն է, յուղով շոգեհարելու ենք ճուտիկին, վիզը մեզ հարկավոր չի, մենք կարող ենք վիզը պահել, որպեսզի արգանակ կամ ապուր պատրաստելիս օգտագործենք, այսպես ճղեցինք, նույնպես չենք օգտագործելու եւ այստեղ տեսեք, որ հավը մաքրելու ժամանակ պիտի զգուշ լինենք այ թոքերը, որը կպած է հենց կողոսկրերին եւ շատ դեպքերում չի երևում, բայց հենց սկսում ենք պատրաստել, արդեն սևացնում է կերակուրը կամ գույնը հատկապես փչացնում է։ Եվ թևիկները այսպես կտրենք, սա նույնպես կօգտագործենք որպես արգանակ։ Եվ այստեղ տեսեք երիկամն է, որը նույնպես հարկավոր է մաքրել, սա նորից ջերմային մշակման ենթարկելիս եւ արգանակն է փչացնելու եւ համային որոշ հատկություններ։ Ինչպես նշեցի, մի քիչ հարկավոր է տաքացնել տապակը, յուղը կավելացնենք հիմա։ Բոյարսկոյե ապրանքանիշի հալած յուղը։ Հավի մսերը շատ կառավարելի ջերմաստիճանի տակ, այսինքն ոչ շատ տաք, ոչ շատ սառը, դա համարվում է մոտավորապես 120-140 աստիճան։ Հավի միսը իջեցնում ենք։ Մենք դանդաղ շոգեհարման պրոցես ենք անելու հավի հետ։ Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերից միսը այսպես սպիտակի, բայց չվարվի, սպիտակի դեռ առայժմ, ոչ թե կարմրի, այլ հատկապես այն մասերը, այն տեղերում, որտեղ մենք կտրել ենք մկանային հյուսվածքը, այդտեղ պիտի ունենանք սպիտակ ասելով արդեն մկանային հյուսվածքի ծայրերը պիտի փակվեն, որ հյութ
դուրս չգա։ Ծածկում ենք, ջերմաստիճանը կառավարում ենք, հիմա մի քիչ բարձր է ջերմաստիճանը, խոհարարի կարևոր խնդիրը նաև կարողանալ ջերմաստիճանը կառավարել։ Ընդհանրապես խոհարարը պիտի կարողանա կառավարել այն ամենը, ինչ կա խոհանոցում։ Ինչը արկա է խոհանոցում։ Հիմա պատրաստում ենք թանը, սա ինչպես նշեցի, թանն է արդեն եփված եւ այդ բանկաների մեջ որ պահում են, բնորոշ է եւ Սյունիքի խոհանոցին եւ Շիրակի խոհանոցին եւ նաեւ ինչու ոչ նաեւ Արագածոտնի խոհանոցին արդեն խտացված, այսպես ասենք, կիսաֆաբրիկատին նման մի երևույթ է սա։ Որպեսզի ունենա խտություն, նորից ենք խառնում, այո, ոչ թե տապակում ենք, բարեկամներ, նորից եմ կրկնում, այլ ոչ շատ բարձր ջերմաստիճանի տակ մենք հավի միսը յուղով շոգեհարում ենք։ Են որ ասում են դանդաղ դամում ենք, հենց սրա համար են ասել։ Որպեսզի համապատասխան խտությունը պահպանենք, մի քիչ ալյուր ավելացնենք։ Եթե հիշում եք, ես սկզբից նշեցի, որ կերակրատեսակը պատրաստվում է սոուսի մեջ։ Ձուն արդեն լվացված նախորոք, ձվի դեղնուսն ենք պահելու։ Հիմա սա զանգվածը խառնում ենք, այս զանգվածը եւ ջրով բացելու ենք։ Իհարկե, եթե չորաթանը պատրաստված է այն եղանակով, որը ենթադրում է արդեն ալյուր, մածունի մեջ ձվի դեղնուց եւ նոր է չորացված, ալուրի եւ ձվի կարիքը չկար, բայց սա հենց ինքը իրենով քամած մածունը եփում են բարեկամներ եւ համեր կարող են տալ այդ եփելու ընթացքում սոխ, օրինակ հետը եփել ու հանում սոխը առանձնացնում են, բայց ինքը սոխի համը վերցնում է, այդ տիպի թաները արդեն կարելի է խտացնել ալյուրով, եթե ալյուր չկա, եթե միայն քամած մածունն ենք եփում, իսկ այդպիսի փորձ, այդպիսի ավանդույթ իհարկե կա։ Խառնեցինք ստանալով միատար զանգված, տեսնենք ինչպես է մեր հավը այստեղ զգում, կարելի ասել բոլոր կողմերից արդեն մենք ունենք այդ կեղև կոչվածը, հետևաբար կարող ենք աղ ավելացնել մի քիչ, իհարկե օգտագործում ենք լոտուս ապրանքանիշի աղը, ծածկում ենք նորից, ջուրը եռացած, ջրով բացում ենք թանը, ցանկության դեպքում կարելի է այս սոուսին ավելացնել նաև սխտորանգուզային սոուս, աշտարակ սոուսը, հենց Արագածոտնի դուք այդ սոուսի մասին տեղյակ եք, կարող ենք օգտագործել, կարող ենք չօգտագործել, ճաշակի հարց է։ Ես նշեցի, որ չորաթանը իհարկե ավանդական եղանակով չենք միացնի, բայց քերիչով ավանդական եղանակը նորից գոլ ջուր են լցնում, կավի այսպես աման է, թաս, եւ երկու փայտով այս չորաթանը կամած բացում են, բայց մենք օգտագործենք այս տեխնիկայի հնարավորությունները։ Եթե հարկ կլինի համային առումով նորից
քերենք, իսկ համը բնականաբար չորաթանի համը պիտի մենք զգանք կատնաթթվային պրոդուկտի, կատնաթթվային մթերքի համը բնականաբար պիտի մի քիչ թթվաշ համ ունենա։ Մինչ այդ մենք տակդեղները տարբեր գույնի, դեղին, կարմիր, հիմա կկտրենք և հավի հետ կշոգեհարենք, այստեղ մենք ունենում ենք կրկնակի էֆեկտ, համերի, արդեն պատկերացնելով տակդեղի համը և գունային համ, սարցարանի տակդեղ է, դրա համար մի քիչ թուլացել է, այ հենց հիմա կդնենք տակդեղները, հիմա կարելի է մի քիչ բարձրացնել ջերմաստիճանը, այստեղ մենք արդեն տապակման պրոցես արդեն կտանենք դեպի բարձր ջերմաստիճան արդեն, այսինքն բարձրացնելով եւ մեր նպատակն է, որ արդեն հավին մենք տվել ենք աղի համ, նպատակն է, որ նաեւ հավի միսը հարստացնենք տակդեղի համով, թարմ տակդեղի համով։ Նորից բացենք չորաթանը։ Չորաթանի հետ աշխատող մեր աշխատած մեր հայրենակիցները կիմանան, կհասկանան, որ երկար պետք է աշխատել չորաթանի հետ, շատ երկար աշխատանք է պահանջում եւ համառ աշխատանք։ Պետք է ստանալ այնպիսի սոուս, որ պատրաստելու ընթացքում չկտրվի, այսինքն այն որ ասում ենք փսորված է, պիտի միատարր լինի այդ զանգվածը, սոուսը նույնպես, եւ դա կապված է մեծամասամբ նրանից, թե մենք ինչ խտություն, ինչ կոնսիստենցիա կտանք սոուսի։ Իհարկե հիմական շատ, այսպես ասած, ժամանակակից գործիքներ, ձեռքի գործիքներ, հարիչներ, ճզմիչներ եւ այլն, բայց պատկերացրեք, որ դեռ հնում մեր տատիկները այս չորաթանը, որ նախ սարքելն է դրա հետաքրքիր պահելը, դրա նպատակային օգտագործելը ամբողջ ձմեռվա ընթացքում եւ ձմեռվա ընթացքում էլ դրա թուլացնելը, այսինքն լուծելը դանդաղ, այսպես կավե ամանի մեջ երկու փայտով գոլջրով, խառնելով, դրանք իհարկե մենք նկարել ենք, ունենք, բայց հիմա հեռուստադիտողը միգուցե լավ չի հիշում։ Ահա, այս համը, այս բույրը, որը մենք հիմա զգում ենք, այս բույրն էր, որ մենք ուզում ենք հարստացնի մեր հավի միսը։ Հիմա ժամանակն է, որ մենք ավելացնենք սոուսը, չորաթանը, սոուս եմ ասում, բայց սա իրականում չորաթան է։ Ընդհանրապես, եթե մենք խորանանք այդ տերմինների մեջ, սոուս, ամենահնագույն սոուսներից մեկը պիտի համարենք, որը, որ մենք շատ ենք օգտագործում, հատկապես տոլմայի եւ արիշտայով քաշովու հետ։ Այո, իհարկե, սխտոր մածունը ինչով սոուս չէ։ Բացենք մի քիչ, ցայենք, այսպես ասենք։ Իջեցնենք կրակը, սա շատ կարևոր է, ընդհանրապես յուրաքանչյուր կերակուր պատրաստելիս մենք պիտի կարողանանք կառավարել կրակը։
Հիմա մենք ունենք համապատասխան խտության սոուս, այսինքն մի քիչ ջրիկ, եթե մենք համատելու լինենք, թանից մի քիչ պինդ, թանից։ Մեր սովորական, մեր իմացած թանից, բայց քանի որ դեռ պիտի ջերմային մշակման ենթարկենք, մոտավորապես 8-ից 12 րոպե, հետևաբար այս սոուսը դեռ պնդանալու, իսկ գիտենք, որ ալուր կա մեջը արդեն, այս սոուսը պնդանալու հնարավորություն ունի։ Հենց այդ պրոցեսն էլ մենք արդեն կանենք, վերջում, նշածս 8-ից 12 րոպեից հետո ավելացնելու ենք թարմ սինդրիկը, 2 րոպե ոչ ավել պահենք, նորից կրակի վրա և մատուցենք, վերջ։ Կափարիչ դնենք և նորից կրկնեմ, թույլ մեղ մարմանդ կրակի վրա, հասցնենք պատրաստի վիճակի։ 8-ից 12 րոպե հետո կհանդիպենք հարգելի հեռուստադիտողներ և կերակուրը պատրաստ վիճակի արդեն կմատուցենք։ Եվ այսպես բարեկամներ այդ 12 րոպեն անցավ, տեսեք արդեն խտացված, արդեն խիտ սոուսը, համարյա կարելի ասել թթվասերի խտության, հիմա ավելացնում ենք սինդրիկը, հենց այսպես, առանց կտրատելու, ուղղակի ուզում եմ մեկ-մեկուկես րոպե, մինչև 2 րոպե այսպես վերջում կմնա, վերջնական համերը արդեն տեղը կբերենք և ես կպատրաստեմ արդեն ափսեները, բայց նաև սինդրիկի մասին եմ ուզում խոսել, ընդհանրապես մենք գիտենք, որ հայերս ճանաչում ենք մոտավորապես 300 վայրի ուտելի բույս, այդ թվում նաև համեմունքային բույսեր, այդ թվում նաև բույսեր, որոնցով մենք պատրաստում ենք հիմնական կերակրատեսակներ։ Սա ոչ միայն հարստություն է, այլ սա ուղղակի դրախտային մի վիճակ է, որը իհարկե իր ազդեցություն ունեցել է մեր խոհանոցի վրա, բնականաբար, եւ սինդրիկի մասով հատկապես մի յուրահատուկ բույս, որը եթե թարմ վիճակում ճաշակում ենք, քաղցրահամ է, հենց մի քիչ եփում ենք կամ շոգեհարում ենք, արդեն հաճելի դառնություն ունի, շատ օգտակար է եւ խորհուրդ է տրվում օգտագործել մարդկանց, հատկապես այն մարդկանց, ովքեր ունեն շաքարի, այսպես դիաբետ, այսպես այս հիվանդությունը ցավոք սրտի, որը շատ է մեր հասարակության մեջ, խորհուրդ է տրվում այդ մարդկանց շատ օգտագործել սինդրիկ բույսը։ Մենք հիմա կպատրաստենք արդեն 2 ձևով կմատուցենք, բարեկամներ, կերակրատեսակը, իհարկե կոնկրետ սինդրիկը և կարելի է թարմ ուտել, չկա այդպիսի բանջարեղեն, հատկապես տերևային բանջարեղեն, որը հում չուտվի, հնարավոր չի լինի ուտել, բայց նաև օգտագործում են որպես թթու, որպես աղցան, ինչու ոչ նաև որպես հիմնական կերակուր, բայց այս ամենին պիտի ավելացնել, որ աղցանը և հիմնական կերակուրի ժամանակ պիտի շոգեհարել, այսինքն եռացող ջրի մեջ 1-2 րոպե, թույլ աղաջրի մեջ, պատրաստում են, նոր կարելի է մատուցել սեղանին։ Եթե ուշադրությամբ հետևեք մեր հաղորդաշարը, անպայման այս կամ այն կերպ, այս կամ այն եղանակով մենք նորից կպատրաստենք սինդրիկ և դուք կտեսնենք, ահա, մենք շատ չենք թողալու սինդրիկը, որովհետև այդ գույնը, եթե մնում է իր գույնով, ես պարզ ուղղակի, որ մարդիկ հասկանան, եթե գույնը չի փոխվում, ուրեմն չի փոխվում նաև նրա սննդային արժեքները, այսինքն նրանով այն սննդային արժեքներով ինչով որ հարուստ է այս կամ այն բույսը, պահպանելով գույնը, մենք պահպանում ենք նաև այդ սննդային արժեքները։ Ես հիմա մի հատ համտես պիտի անեմ, ավելացնելու համար աղը կամ ինչ-որ որևէ համեմունք, ոչինչ ավելացնել պետք չի։ Ես ուզում եմ նաև տեսնեք հենց այս տարբերակով, տեսեք ինչ գեղեցիկ գունային համադրություն, ինչ գեղեցիկ այսպես հաճելի տեսք։ Իհարկե
Սկզբից քարի վրա։ Յուրաքանչյուր կտորը մենք յուրաքանչյուր կեսը բաժանեցինք երկու կտորի, եթե հիշում եք, մի հատ կրծքամիս, մի հատ ազդրամաս։ Սա կրծքամիսը և սա ազդրամասը։ Մինչալուց այս կերակրատեսակը մենք պատրաստել ենք նաև ռուսական հայտնի հաղորդաշարի ժամանակ պայեդիմ, բայց ցավոք սրտի այդ ծրագիրը այդպես էլ չցուցադրվեց, մի քիչ կասկածներ ունեմ ինչու համար, բայց հետագայում դրա մասին կխոսենք, հանվեց այդ ծրագիրը, ոչ թե այդ ծրագիրը, այլ իմ մասը, երևի ավելի ճիշտ էր խորովածը ցույց տալ մեր որպես կերակուր, քանց թե այս հետաքրքիր կերակրատեսակը եւ այդպես էլ վարվեցին, ոչինչ, շատ մարդ կա, որ մեզ ուզում է խորովածով ցույց տա որպես լեռնական, վայրենի, բայց չենք թողնի։ Սա այսպես, երկու հացի կտոր այսպես, գեղեցիկ, այո, այս պղպեղը, այսպիսի խառը քույներ, սա էս, և մենք կարող ենք նաև մատուցել, քանի որ կերակրատեսակը սոուսով է, նաև որպես տնական կերակրատեսակ սոուսով, բայց այնուամենայնիվ նորից մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուր կերակրատեսակ պատրաստելիս պետք է հոգատար պատրաստենք, մատուցելիս պիտի հարդարված մատուցենք, հարդարված։ Պետք է հիշել, որ մենք էլ երբ որ տանից դուրս են գալիս, հարդարվում ենք։ Այնպես որ կերակրատեսակը նույնպես պիտի հարդարված, ամբողջ գունային գաման, ամբողջ իր տեսքը պիտի ցուցանել։ Բարեկամներ, նորից հիշենք, կերակրատեսակը կոչվում է Արագածոտնի Հագանի։ Այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, բարեկամներ, և խորհուրդ ենք տալիս այս կերակրատեսակը ճաշակել կամ մատուցել սեղանին 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ և հետը խորհուրդ տալ սպիտակ, անապակ, հայկական, անսահմանափակ գինի։ Արագածոտնի Հագանի Հավի միս, բաժնեկտորներով 600 գրամ, կարմիր քաղցր ագդեղ 100 գրամ, սինդրիկ 60 գրամ, չորաթան մածուն 100 գրամ, բոված ալյուր 20 գրամ, 1 ձվի դեղնուց, ձեթ 30 մլ, աղ, պղպեղ, աղացած համեմի սերմ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, ազգային արժեքների համար պատասխանատու ենք միայն ու միայն մենք։ Մենք պիտի սիրենք մեր հայրենիքը, պիտի սիրենք մեր ազգային արժեքները և պիտի զատենք միայն տարազ հագնելով դեռ ամեն ինչ լուծված չէ, պիտի բոլորս ամեն մեկս մեր տեղը աշխատենք մեր ավանդույթների վերականգնման համար։ Ցտեսություն բարեկամներ։